Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Ուզում եմ դիմեմ բոլորին։ Նախ ուզում եմ, այսինքն բոլոր այն մարդկանց, ովքեր որ ցավում են, մտածում են եւ մտահոգված են Վարդան Ղուկասյանի ճակատագրով։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր որ ինչ-որ մի կերպ փորձում են աջակցել Վարդան Ղուկասյանին։ Ամենակարևորագույն երկու հայտարարությունները կապված Գյումրիի հետ մեծ անձնապահքանից դուրս գալը դա եղել է իմ որոշումը եւ ելնելով իմ որոշումից դուք կուսակցությունը հետնահանջ է դրել իր քայլը եւ որոշել է եւ կատարել է իմ որոշումը հետ կանգնելով Գյումրիի ավականու ընտրություններից։ Ինչի ոնց իմալն այդ բոլոր պատասխանը գիտեմ ես։ Նորից եմ կրկնում, դա իմ որոշումն է եղել։ Երկրորդ, ես հետևել եմ, որ ինձ փոխանցեցին ավելի շուտ, որ իրականացում դրամահավաքներ, չգիտեմ, տարբեր մարդիկ են երեխներ ունենում, դիտումներ ապահովում, ինչ-որ տարբեր հայտարարություններ անում եւ այլն։ Ասած դրամահավաքության հետ Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբերի բոլորի գումարները վճարված են առանց որևիցե մի արտաքին օգնության, այսինքն դրամահավաքի։ Սա մեկ։ Ինչ էստեղ գերակատարողական իրական որտեղ գտնվում եմ, գումար անհրաժեշտ չի։ Սա երկուս։ Միակ խնդրանքս այն հայերից, որոնք որ բնակվում են Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիա, Նևադա եւ այսպես ասած մոտ նահանգներում հոգ տանել իմ մոր Սուսաննա Ղազարյանի առողջության մասին։ Ուրիշ ոչինչի կարիք բացի արդարությունից այս պայծառությամբ ես չունեմ։ Ես մարտական եմ տրամադրված, իմ մարտական ոգի տեղում է, իմ գործը արդար է, ինձանից է կախված ողջ հայ ժողովրդի Հայաստանի ճակատագիրը, Հայաստանի կողմից Ամերիկային ուղղված քրեական մեղադրանքները բոլորը շինծու եւ հնարավորի են, իմ փաստաբանական խումբը իր առաջ ունի դրանց խնդիր, դա ապացուցելու եւ դա կապացուցվի։ Այն մարդիկ, ովքեր ընկած են հիմա ժամանակավոր էйֆորիայի մեջ, ուզում եմ ասեմ, որ դա ժամանակավոր է, ոչինչ, մի քիչ էլ ուրախացեք։ Իսկ ինչ վերաբերում է դրամահավաքներին եւ այլն, նորից եմ կրկնում, ոչ մի դրամահավաքից ես տեղյակ չեմ, ոչ մի դրամահավաքից ես չեմ օգտվում եւ խնդրած կլինեմ դրամահավաքներ ամենից դուրս, չգիտեմ, Ռուսաստանի տարածքում, Եվրոպայի տարածքում իրականացնել, որովհետեւ եւ չհաշվելով մենք եկել գումարներ ուրականում, ինձ որ հաստատ բան չի եկել, ոչ ինձ, ոչ իմ փաստաբաներին եւ ոչ էլ մենք հնարավորություն ունենք այս փուլում։ Միակ բանը, որից ես խնդրում եմ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին, հոգ տանել իմ ծնողի մասին։ Եթե իմանամ իմ ծնողը գտնվում է ապահով ձեռքերում, ինձ համար այստեղ գտնվելը այսպես ասած չի կրի ծանր բարոյա հոգեբանական տրավմա ինձ համար։ Դա է։ Մնացած եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին են լայք տնողից մինչև դատարան եկած ասած բոլոր քաղաքացիներին։ Ես չի սպասում նման արձագանք, որ կարող է տասնյակներով մարդիկ գալ եւ առավոտ բալուսխանա դատարանի առաջ աջակցություն ինձ անել ցույց։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այդ մարդկանցից, շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներից։ Մենք արդարության ճանապարհի վրա ենք եւ շուտ թե ուշ մենք կհասնենք դրան։ Հարգանքներով Վարդան Ղուկասյան։